Ուզում ես ինչ-որ բան կյանքիդ մեջ հետ վերադառնա։ Ճիշտ, լսի։ Կորցրել ես ինչ-որ բան, որ կյանքիդ համար կարևոր էր, եւ Քրիստոսով ուրախ ես, բայց մի հատ տեղ ունես, որ տխուր ես։ Ու ասում ես, ինչի է այս բաները սենց եղավ, ինչի են սենց, ինչի են նենց։ Ուզում ես դրանք վերադառնան։ Դե հիմա ասեմ ոնց է դա։ Պիտի դու գնաս Քրիստոսի մեջ առաջ։ Եթե մենք գնանք Քրիստոսի մեջ առաջ, այդ բաները մեզ կվերադառնան։ Այդ բաները ոչ ուժով են լինում, ուժով վեճեր են լինում, ուժով թշնամություններ են շատանում։ Բայց եթե ուզում ես ինչ-որ քո երջանկությունը, քո կյանքի իմաստը, քո, չգիտեմ, կողքինին, եսիմ ինչը տարան, եթե ուզում ես դրան գան ու իրանց տեղը լինեն եւ ավելի լինեն, արագացրու Քրիստոսի մեջ աճել։ Եթե դու աճես Քրիստոսի մեջ աճելը, սա շատ լուրջ բան է, սա ամեն օրվա պրոցես է։ Եթե դու աճես Քրիստոսի մեջ, իրավիճակները կբերեն ու կդնեն կողքդ։ Եվ մարդիկ կասեն, բախի մերը չեղավ, որովհետև դու ես անցնում Քրիստոսի ճանապարհը։ Ուրիշ ճանապարհ չկա, ոչ մի ուրիշ ճանապարհ չկա։ Եթե դու ուժով վերցնես, կլինի մեկը, որ քեզանից կվերցնի ուժով։ Լսի, չի վերցնի քեզանից, կվերցնի քո զավակներից։ Չի վերցնի քո առույգորը, կվերցնի քո քնածորը։ Չի վերցնի քո երիտասարդ տարին, կվերցնի քո ծեր տարիներին։ Ի վերջո քո տան անդամը դուրս կգա քո դեմ, երբ որ դու այլևս ոտի չես լինի։ Լսում ես, ուզում ես, որ իրավիճակները բերեն ու քեզ ճանաչեն հաղթող, մնա Քրիստոսի մեջ, առաջ գնա Քրիստոսի մեջ։ Ոչ սովորական ձևով, արագ եւ ամուր ձևով, շտապելով